Սիրելի բարեկամներ, կրկին ողջունում եմ ձեզ։ Այս անգամ մեր հաղորդման ձևաչափը կլինի մի փոքր այլ։ Ես սկզբում կանդրադառնամ մի շատ տարածված հարցի, որ հնչում է տեսանյութերի մեկնաբանություններում, հաղորդման մեկնաբանություններում։ Վերջը դու ում ես պաշտպանում։ Այդ հարցը ինձ շատ են տալիս, այսինքն մոտեցումն այնպեսին է, որ ես փաստորեն ըստ ընկալումների պետք է լինեմ կամ նիկոլական, կամ քոչարանական, կամ սերժական եւ պաշտպանեմ նրանցից որևէ մեկին։ Այս հարցին ես կանդրադառնամ, այնուհետև կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին կառավարության գործունեության հետ կապված, բյուջեի հետ կապված եւ ամենախայտարակն էլ հայտարարության կապված թոշակների բարձրացման հետ։ Նա գերազանցում ենք իրեն, ներկայացնելով բացահայտ սուտ եւ կեղծ թվեր, ինչը նաեւ թվաբանական գիտելիքների խնդրի մասին է խոսում եւ ես չեմ ասում, այլ լրատվամիջոցները իրենք նույնիսկ իզնից անկախ ես վերցրեցի կալկուլյատորը հաշվեցի թե նա այսինչ թվեր է ներկայացնում, ինքս ընկատարակուսանքի մեջ ասում եմ երևի թե ինչ-որ միտեղ նա շփոթվել է կամ ինչ-որ մի բան սխալ է ասում, բայց չէ, մի քանի անգամ նայելով տեսանյութը, այդ տեսանյութը կտեղադրեմ եւ այդպես էլ չստացա այն թիվը, որ նա ասում է, որ եթե ամբողջ պետական աշխատողների աշխատավարձը չտրվեր ապրիլ ամսին, ապա ապրիլ ամսին բոլոր թոշակառուների թոշակը կբարձրացվեր, հա, անհատապես, ընդամենը 1400 դրամով։ Ես փորձեցի տարբեր թվաբանություններ նրա ասած խոսքից անել, այդ թիվը չստացա։ Միշտ թիվը ստացվում է տասնյակ հազարներով ավել։ Օրինակ, ամբողջ պետական այդ շարժումները, որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ։ Այդ մասին մանրամասն կանդրադառնամ եւ իմ համար անհասկանալի է մնում, այսինքն հարց է առաջանում, կամ նա թվաբանություն առհասարակ չի սովորել դպրոցում, կամ նրան սուտ են տեղեկացնում, սխալ ինֆորմացիա են տալիս եւ այդ թվաբանությունը չեն սովորել նրա աշխատակիցները, նրա աշխատողները նախարարություններում, բայց անգամ այդ դեպքում ես ինքս օրինակ ինձ որևէ թիվ որ ներկայացնեն, հատկապես թվերի հարցում պետք է շատ զգույշ լինել։ Դու ինքդ պետք է ստուգես քո ուղեղը աշխատացնես եւ արդեն առաջանում է տրամաբանական հարց։ Եթե կառավարության ղեկավարը բացահայտ սուտ թվեր է ներկայացնում եւ այն էլ թոշակառուների աշխատավարձի, այսինքն այն կենսական հարցի վերաբերյալ, որը վերաբերում է յուրաքանչյուրի գրպանին, ապա նա ընդհանրապես ինչից է տեղյակ։ Ապա նա ընդհանրապես ինչ տվյալներ է ներկայացրել մինչ այսօր։ Այդ մասին մանրամասն կանդրադառնանք եւ երրորդը ես խոսեմ արժեքային համակարգի եւ սկզբունքային դիրքորոշումների մասին, որը շատ կարեւոր է եւ շատ հաճախ քննադատություններ կան պրագմատիզմի, իրատեսության, ռացիոնալիզմի եւ պրոգրեսիվիզմի ուղղությամբ այդ սկզբունքներին, այդ արժեքներին եւ այդ մոտեցումների դեմ հարձակումները իմ համար տարօրինակ են եւ պրիմիտիվիզմի դիրքերից դրանք մեկնաբանելը ես կբացեմ այնուհետև ինչի մասին է խոսքը ուղղակի հենց հետևանքն է այն դեգրադացիայի արժեքայի եւ ընդհանրապես քաղաքական գիտակցության, որ կա այսօր մեր ժողովրդի մոտ։ Եվ այդ հարցից, հենց այդ հարցը դրա տիպիկ օրինակն է, ում ես դու պաշտպանում։ Սիրելի բարեկամներ, ինչու ես պետք է ինչ-որ մեկին պաշտպանեմ։ Լավ կլինի, որ նախ իրենց պաշտպանեն եւ իրենց մոտ դա շատ անհաջող է ստացվում։ Երկրորդը, գիտեք, բացի Սերժ Սարգսյանից, Քոչարյանից եւ Նիկոլ Փաշինյանից Հայաստանի Հանրապետությունում կա մինչեւ 3 միլիոն մարդ։ Եվ յուրաքանչյուր այդ մարդուց կարող է համաձայն չլինել այդ 3-ի եւ նրանց նեղ թիմի արժեքներին եւ սկզբունքներին եւ արած գործին եւ ասված խոսքի։ Մեր ժողովուրդը, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը 60-70%-ը դրանք նիկոլական չեն, սերժական չեն, քոչարանական չեն։ Այսինքն այդ հարցը ինքնին абսուրդ հարց է։ Այս հարցը դրամաբանական է, երբ մարդկանց ուղեղը սահմանափակված է սև ու սպիտակների աշխարհով։ Դու կամ նիկոլական ես, կամ նախկին թալանչիների կողմից ես։ Ուրիշ տարբերակ չկա։ Այդ երկընտրանքը, որ դրվել է մեր ժողովրդի առջև արդեն տասնյակ տարի, կարելի ասել, 7 տարի է նշվում, բայց իրականում այդ մտայնությունը վաղուց է ձևավորված, սահմանափակ ուղեղների այդ մտայնությունը հենց պարարփող է ստեղծում, որպեսզի Հայաստանում որևէ այլ գործիչներ, որևէ այլ հեռանկար չձևավորվի, լինին միայն նախկիններ ու ներկաներ։ Դժվար է իհարկե
նիկոլական կամ քոչարյանական կամ սերժական մեկի համար ընկալել, որ մարդը կարող է լինել ազատ ու անկախ, մարդը կարող է լինել անկաշկանդ ու ինքնաբավ, կախված չլինել նրանցից որևէ մեկից, չֆինանսավորվել նրանցից, եւ մեծ հաշվով լինել լիովին անտարբեր իրենց հանդեպ, որովհետեւ արժեքային, գաղափարական եւ սկզբունքային դիրքերից անտագոնիստներ են, հակառակորդներ են ըստ էության։ Համեմատությունը տանում են բնության հետ, իսկ մենք մարդիկ բնության անբաժանելի մասն ենք, մարդկանց մեջ էլ կան տեսակներ, որոնք տարբեր են եւ ողմակային տրամաբանությամբ, միակողմանի, այսինքն հավատարմությունը որջին, այդպիսի տրամաբանությամբ ապրող, որոնք որպես անհատ ինդիվիդ իրենցից արժեք են ներկայացնում միայն այնքանով, որքանով որջի ողմակից են, որպես անհատ իրենք իրենցից արժեք չեն ներկայացնում, այդ մարդկանց համար ազատ ու անկախ խոսող տեսակը, ինչ որ առումով անտագոնիստ տեսակ է, անընդունելի տեսակ է։ Եվ նրանց ուղղակի հասու չէ, ինչպես կարող է մարդը լինել այդպիսին։ Դու ինչպես ես ապրում գոյատևում, եթե դու քոչայանական, սերժական ու նիկոլական չես։ Նրանց ուղղակի հասու չէ, որ 21-րդ դարում մարդը կարող է լինել լիովին ինքնաբավ, ֆինանսապես կախված չլինել որևէ մեկից եւ ունենալ սեփական համոզմունքներն ու արժեքները։ Եվ խոսելով այդ մասին, փորձել այն հանրությանը, որը իրականում մեծամասնություն է մեր երկրում, սիրելի ժողովուրդ, իմ սկզբունքները հենված են հենց ժողովրդի մեծամասնության արժեհամակարգի վրա, միջին դաս, որը աֆիլիացված չէ եւ կապված չէ իրականում ոչ սերժականների, ոչ քոչայանականների, ոչ էլ առավել եւս նիկոլականների հետ։ Նրանք փոքրամասնություն են մեր երկրի։ Եվ նրանք ձեզ բոլորին լսարանին համոզել են, որ իրենք են մեծամասնություն, բայց իրենք փոքրամասնություն են։ Իսկ մեծամասնությունը միջին դասն է, որը Հայաստանում իմ համոզմամբ չափազանց ցածր է տոկոսայնությունը ֆինանսական առումով, այսինքն ֆինանսական ինքնաբավության առումով իրենք շատ ցածր տոկոսայնություն ունեն, բայց արժեքային եւ սկզբունքային առումով իրենք 60-70%-ն են մեր երկրի։ Եվ այդ միջին դասն է իմ արժեքաբանական եւ սկզբունքային հենարանը։ Եվ այդ միջին դասի զարգացման, բարգավաճման եւ առաջադիմության ջատագովն եմ ես։ Մեզ պետք է հուսի մեր երկրի ժողովրդի բարեկեցության, ապագայի անվտանգության հարցերը, բայց նրանք այսօր խոսում են ամեն ինչից բացի դրանից, եւ եթե կա այդ հարցերին ինչ-որ անդրադարձ, ապա բնականաբար մեղավոր են կամ նախկինները, կամ ներկաները, իսկ լուծումների մասին ոչ ոք չի խոսում, արժեքների եւ սկզբունքների մասին ոչ ոք չի խոսում։ Եվ քանի որ արժեքների եւ սկզբունքների դեգրադացիա է, մարդկանց մոտ առաջանում է ոչ թե հարց, որ Տիգրան, օրինակ դու որ արժեքային դիրքերից ես խոսում, այլ դու կողմից ես, նիկոլական է, սերժական թե քոչայանական, կարծես Հայաստան եւ հայ ժողովուրդը չունի այլ գիտակցություն, բացի լինել քոչայանական, սերժական ու նիկոլական։ Այդպես պրիմիտիվ քաղաքական օրակարգ դժվար է պատկերացնել երևի թե որևէ երկրում։ Իրականում նիկոլական ասելիս պետք է հասկանալ օրինակ ինչ որ արժեհամակարգ։ Բայց նիկոլական ասելիս հասկանում եք ընդհանրապես հակասերժական եւ հակաքոչայանական։ Եվ նաեւ հակառակողությամբ։ Այսինքն դեմ ընդդեմ թշնամական դիրքերից հանդես եկող զուտ անձնավորված աշխարհայացք է եւ մտածողություն։ Փաստորեն այսօր ինչ է ձևավորվել խորհրդարանում կա 3 ուժ իշխող ԿՊ-ն, Քոչարյանի թիմը եւ Սարգսյանի։ Ուրեմն դու պետք է անպայման լինես նրանց կողմնակիցներից մեկը։ Ախր դա ինչ արատավոր մտածողություն է, սիրելի ժողովուրդ։ Ես հենց ինքս լինելով անկախ վերլուծաբան, ես ուղղակի ուզում եմ հենց այդ տաբուն կոտրել, այդ մտածողությունը կոտրել մեր հասարակության մեջ, որ արհեստականորեն այդպես ներդրվել է։ Եվ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է դա կարեւոր։ Ինչու պետք է պետական պաշտոնյան պատասխանատու լինի իր ասված ամեն խոսքի համար եւ ճշմարիտ է փոխանցի, որովհետեւ սուտ դարձած խոսքը ստվեր է գցում մնացած բոլոր այն հայտարարությունների վրա, որ հնչում է։ Տեսեք, նա ասում է, որ եթե մենք չտայինք պետական աշխատողների աշխատավարձները, իսկ պետական աշխատողների թիվը գիտեք ինչքան է, 220,168 կամ համարենք կլորացված թվեր ես կասեմ, 220,000-ը։ Այդքան մարդ եթե չստանար աշխատավարձ, իսկ աշխատավարձը գիտեք ինչքան է, միջին աշխատավարձով են չափում, հա, 213,000 դրամ է միջին աշխատավարձը, այսինքն 213,000 անգամ 220,000 ստանում եք թիվ, որոշակի թիվ։ Այդ թիվը կազմում է ավելի քան 46 միլիարդ, մոտ 47 միլիարդ դրամ։ Եթե 47 միլիարդ դրամը պետական ծառայողների ընդհանուր աշխատավարձն է, այդ գումարը բաժանում են կենսաթոշակառուների թվի վրա, իսկ դրանց թիվը 498,000, համարյա կես միլիոն է կենսաթոշակառուների թիվը Հայաստանում, ապա ստանում ենք 95,000 դրամ թոշակ։
Այսինքն 1400 դրամնոր 95000 դրամնոր։ Ես օրինակ կարող եմ ենթադրել, մարդը կարող է շփոթվել է, այլ բան է նկատի ունեցել, կարող է նկատի ունեցել տարեկան ինչ-որ մի թիվ, կարող է նկատի ունեցել 5 տարվա կտրվածքով ինչ-որ մի թիվ, բայց նա այդ մասին չի խոսում, նրա ուղիղ խոսքն եք մենք լսում։ Եվ դա է կարևոր, որ պետական պաշտոնյան պատասխանատու լինի իր ասված ամեն խոսքի համար։ Ես այդ մասին խոսել էի մի կարճ տեսանյութում, որ մեր երկրի եւ մեր ժողովրդի մեծագույն խնդրեմը արժեքային այն դեգրադացիան է, երբ մարդիկ իրենց ասած խոսքի եւ արած գործի համար պատասխանատվություն չեն կրում եւ բերում են հազար ու մի տափակ հիմնավորումներ ու ժողովուրդը այդ կուտը ուտում է։ Սա է մեր մեծագույն խնդրեմը։ Եթե լիներ հաշվետվողականություն, պատասխանատվություն եւ ժողովրդի քաղաքական գիտակցությունը լիներ այնպեսին, որ երբեք զոհ չդառնալ այդ ողմակային, թե ում ես դու պաշտպանում տրամաբանությանը, մենք կունենայինք բոլորովին այլ երկիր։ Կարող եմ վերել այլ օրինակ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հարկերը ավելացել են, պետական բյուջեի եկամուտները ավելացել են հսկայական թվով միլիարդներով։ Եվ նա ասում է, տեսեք, այդ միլիարդները գնացել են ասֆալտապատմանը եւ մանկապարտեզ սարքելու։ Որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղով ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղակի քայլելու տեղ է եղել։ Եվ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն։ Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն։ Կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն։ Կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն։ Կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն։ Կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա գիտեք նման այն նախընտրական իրավիճակին, երբ հայկականները ամեն ընտրություններից առաջ գնում են ժողովրդին ասում են ասֆալտ ենք փռել, ինչա պետք անենք։ Կարևորը գոնե այդ երկու փողոցները կարգավորվի, մեր երեխաները մաքուր գնան դպրոց։ Դա է մեր մեծ թանկությունը։ Քանի մետր է այս ճամփեն։ 300 մետր։ Այս բարելա, հենց հիմա կամչից տեղ գադու։ Որնա։ Ասֆալտ անողին։ Ուրա համարը ոնց է։ Արտուր։ Արտուս պապուս է բերեմ ընդրություն։ Յանիս խալես անում։ Չէ, ճիշտ եմ անում։ Հետո հիշեք։ Ես միշտ ձեր հետ եմ ելնել։ Ով մեր գյուղի համար մի բան անի, մենք պատրաստ ենք ընտրենք։ Բանակը իմ վրա յալ է։ Ուրեմն ժողովուրդը միշտ քուցիկ ունքին կլնի։ Ձերը տուր։ Որտեղ ես։ Հենց հիմա արի, ես որ Ծաղկալան գյուղը արի ճանապարհի վրա կտենաս հավաքված են։ Հենց հիմա քշի արի, մյուս գյուղը։ Դա նույն համակարգն է, նույն արժե համակարգն է, ինչ Սարգսյանի ժամանակ, ՀՀԿ-ի ժամանակ։ Փորձել ամեն կերպ հաճոյանալ ժողովրդին, բայց երբեք ինքդ քեզ հաշիվ չտալ, լավ հեռավոր գյուղում։ Արդյոք մանկապարտեզն ու ասֆալտապատումը, որը իհարկե կարևոր է, այն առաջնայինն է, որ նրանց պետք է։ Հարցրել են, հարցում արել են, ինչ որ կերպ հանրաքվեներ են կազմակերպել, կամ եթե անգամ կազմակերպել են եւ ժողովուրդն ասել է մեզ մանկապարտեզ է պետք։ Արդյոք դու որպես պետության կառավարիչ պատասխանատու առաջնային էր դա,
Գուցե ավելի առաջնային էր այնտեղ վերամշակման որևէ ֆաբրիկա մոտակա քաղաքում դնել յուղացիների բերքը մթերել, ստանային եկամուտ, եւ այդ եկամուտով արդեն վճարային ավելի շատ հարկեր, եւ այդ գոյացած ավելի շատ հարկերով արդեն դու լուծեին մարդկանց կոմֆորտի հարցը կլիներ ասֆալտ, մանկապարտեզ եւ դա կդառնար մշտական process։ Դու ոչ թե բոլոր բնակավայրերից, բոլոր ժողովրդից հավաքած հարկերով մի ինչ-որ միտեղ կարճ խնդիր կլուծեիր ու վերջ կմոռանայիր արդեն այդ գյուղի ապագայի մասին։ Այնտեղ երեխաներ կծնվեն թե չէ, մանկապարտեզ երեխաներ կգնան թե չէ։ Այդ ասֆալտապատ ճանապարհով առհասարակ մեքենա կգնա, թե տրակտորը կգնա ու կավիրի թե չէ։ Այսինքն եթե դա քեզ չի հետաքրքրում, ուրեմն դու ստրատեգիական մտածողություն չունես, դու անտարբեր ես ժողովրդի հոգսերի ու ապագայի հանդեպ։ Քեզ պետք է որպես պետության ղեկավար հուզի նաև ապագան, թե այդ խնդիրները լուծելով դու երկարաժամկետ խնդիր լուծում ես թե չէ։ Գուցե ավելի առաջնային էր այնտեղ ռոռոկման խնդիրը, գուցե ավելի առաջնային էր այլ խնդիրներ։ Ինչու համատարած Ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ գրեթե համատարած մեր ժողովրդի միակ խնդրումը մանկապարտեզն ու ասֆալտը, այս հարցը ձեզ չի հետաքրքրում։ Ուրեմն սա այն մտայնությունն է պրիմիտիվ, որը կար եւ նախկին իշխանությունների օրոք, այսինքն արժեքային սկզբունքային առումով դրանց մեջ տարբերություն չկա։ Նրանք սա անում են որպես նախընտրական քարոզ, որպես հնարավոր քարոզ ցույց տալու թե փողը որտեղ է գնում, իսկ մենք գիտենք, սիրելի բարեկամներ, որ փողերը հիմնականում մսխում են եւ կոռուպցիոն սխեմաները, կոռուպցիոն ռիսկերը հիմնականում շինարարության ոլորտում են, կապված հենց այդպիսի պարզագույն խնդիրների հետ ասֆալտ փռելու, այդտեղ հեշտ է փողեր յուրացնել եւ վերանորոգման աշխատանքների վրա, այդտեղ նույնպես հեշտ է։ Ինչու է հետեւաբար կենտրոնացված այդպիսի խնդիրների վրա, այլ ոչ թե ստրատեգիական խնդիրներ լուծելու, որպեսզի այդ մարդկանց եկամուտները ավելանան մշտապես պրոգրեսիվ ձևով ավելանա։ Այն ոչ թե դու գնաս մանկապարտեզ ու ասֆալտ փռես, բայց այդ մարդը շարունակի մնալ աղքատ իր մանկապարտեզով եւ ասֆալտով։ Տեսնում եք, սա մոտեցման խնդիր է եւ արժեհամակարգի խնդիր է։ Եվ այստեղ տեսնում ես, որ նա դա անելուց անկեղծ չէ։ Կամ նա այնքան պրիմիտիվ է, որ դա չի հասկանում, կամ նա գիտակցված մանիպուլացնում է, որպեսզի հերթական ձայներ հավաքի, ինչպես հանրապետականները ամեն անգամ ընտրություններից առաջ ասֆալտ էին փռում եւ ինչ որ բան վերանորոգում։ Սա է իմ քննադատությունը, ես հիմա ում կողմից եմ։ Հիմա բնականաբար ձեր մոտ կհնչի հարց, հիմա դու ում կողմից ես։ Ես ոչ մեկի կողմից չեմ, սիրելի բարեկամներ։ Ես ձեր կողմից եմ։ Ես ձեր շահերն եմ այս պարագայում պաշտպանում։ Այն մարդկանց, ում գնացել եւ ասել են, որ ձեզ մանկապարտեզ ու ասֆալտեր պետք, ուրիշ բան պետք չէ։ Եվ շատ կարևոր մի մոտեցում կա Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որ նախկին իշխանությունները, նախկին թալանչիները նույնիսկ չեն փորձում ապացուցել, որ իրենք թալանչի չեն, այլ փորձում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին համոզել ժողովրդին, որ նույնն են իրենք, այսինքն Նիկոլ Փաշինյանը նույնն է, ինչ որ նախկին թալանչիները, նա էլ է թալանչի։ Իրանք այլևս չեն կարող պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնալ եւ իմ ինչարից այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի։ Շատ բարի, թող նրանք լինեն թալանչի դատեք, եթե կան ապացույցներ, անհետքելի ապացույցներ, նույնիսկ եթե չկան, ինչ ուզում եք արեք նախկինների հետ, հա, ինչ ուզում եք արեք, բայց կա մի հարց օրինակ, այդ հարցին ինչու չեք պատասխանում։ Կա հնչած կոնկրետ հարց, եւ այդ հարցը նախկինների հարցը չէ, այդ հարցը հնչեցրել են լրատվամիջոցները, տարբեր առիթներով եւ ասել են, կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ստեղծել էր հիմնադրամ, պետական հիմնադրամ, որը կոչվում էր ԱՆԻՖ։ Այն հարկերը, որոնք ստվերից հանվել են եւ ժողովրդին են իբր վերադարձվել թալանի տեսքով, ուղղվել են այդ ֆոնդ, միլիարդավոր դրամներ, փոխանցվել են անհասկանալի եւ անվստահելի որևէ ընկերությունների, որոնք նոր են ստեղծվել եւ անհետացել են այդ գումարները, եւ այդ ֆոնդը կառավարել է Երևանի այսօրվա քաղաքապետը։ Հետեւաբար հարց, ուր են այդ միլիարդները, ուր են այդ ծրագրերը։ Չկա պատասխան։ Կա ընդհանրապես խոսք, ապաքաղաքական եւ ապաքրեական խոսք, որ դա խայտարակություն է։ Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտարակություն, գնահատում եմ շատ վատ։ Լավատեսությունից մինչև ծայրահեղ հոռետեսության հասնելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ եղավ 3 տարի։ Իսկ ինչն այնպես չգնաց ԱՆԻՖ-ում։ Գրեթե ամեն ինչ։ Այս կազմակերպությունը մսխեց տասնյակ միլիոնավոր դոլարներ հարկատուների գրպաններից, արժանացավ միջազգային կառույցների բացասական գնահատականներին եւ փչացրեց հարաբերությունները ներդրողների հետ։ Բայց ամեն ինչ հերթով։ ԱՆԻՖ-ի առաջին ներդրումային նախագիծը կապված էր Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ։
Խոսակցություններ կային, որ այս նախագծի չակերտավոր քավորն այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանն էր, որը Անիֆի ղեկավար Դավիթ Փափազյանի քավորն է։ Արդյունքում Անիֆը Մազդաղի հետ Հայաստանում 400 մեգավատ հզորությամբ արևային կայաններ ստեղծելու մասին պաշտոնական համաձայնագիր է ստորագրում։ Համաձայնագիրն այդ հակասում էր պետություն մասնավոր գործընկերության մասին, գնումների մասին եւ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքներին։ Բայց կառավարության համար դա մի մեծ բան չէր։ 2021-ի ընտրությունների նախօրեին կասկածելի պայմաններում խորհրդարանը փոփոխում է պետություն մասնավոր գործընկերության մասին եւ գնումների մասին օրենքները, ինչ փուլում է հիմա Մազդաղի AIG-1 եւ AIG-2 200 մեգավատանոց արևային կայանների շինարարությունը, ինչ պարտավորություններ ունեն կողմերը, ինչ ժամկետներում, պարզ չէ։ Կառավարությունը մինչև այժմ չի հրապարակել ընկերության հետ ստորագրած պայմանագիրը։ Մյուս խոշոր նախագիծը Fly Arran էր, որի շրջանակում նորից Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրողը Air Arabian Հայաստանի կառավարության հետ պետք է ստեղծեր հայկական ազգային փոխադրող։ Այս նախագծի հովանավորն էր այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը։ Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է։ Շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում հայաստանյան շուկայում, եւ Fly Arnan մրցակցության ըստ էության չի դիմացել։ Սցենարը նույնն էր։ Անիֆի ներկայացուցիչները բերում են կառավարությունը արդեն արաբների հետ ստորագրած փաստաթուղթ եւ խնդրում են փող։ Տրամաբանությունն այն էր, որ երկու բաժնետերերը Հայաստանի կառավարությունն ու Air Arabian 10 միլիոնական դոլար են ներդնելու եւ Հայաստանին պարգևեն ազգային փոխադրող։ Ինչու պետք է Air Arabia-ի ինքնաթիռներով համալրված ընկերությունը դառնար ազգային փոխադրող, հայտնի չէ։ Կառավարությունը փոխանցում է 10 միլիոն դոլարը, բայց Անիֆը Fly Arnan-ում ներդնում է դրա կեսը։ Մնացած 5 միլիոնը սկսում է պատտել բանկերում, ավանդների տեսքով։ Ընթացքում նաև օգտվելով այդ գումարներից, որի իրավունքը չուներ։ Հետևաբար խնդիր չկա, Քոչարյանը մեղավոր է դատեք, թալանել է հետ բերեք թալանը, մենք չենք վիճում։ Այն որ ինչպես ասում են, ձեր ցավն էլ տանենք, բայց մի հատ այդ հարցին էլ անդրադարձեք։ Ինչի՞ կա հարցը դարձնում։ Ինչ կապ ունի այս հարցը, որը ներկայ վերաբերյալ է, այն հարցի հետ, որը անցյալի վերաբերյալ է։ Մեզ ժողովրդին մեծամասամբ ուզում է հենց ներկան եւ ապագա։ Անցյալի հարցերը դուք արդեն վաղուց, շատ վաղուց, ինչպես ասում են, ժամը քանիսն է, սիրելի ժողովուրդ, արդեն այսօր ամսի քանիսն է։ 2018 թվականի մայիսին էր, չէ՞, ընտրվել Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Մի հատ հասկանանք, ինչքան ժամանակ է անցել։ Գիտեք, թող հաշվեն Նիկոլ Փաշինյանի ֆինանսների նախարարությունում թող հաշվեն, թե ինչքան ժամանակ է անցել եւ նախկիների թալանից դեռ նորմալ նորություն չկա։ Հետեւաբար գուցե ներկա թալանից էլ մի քիչ խոսեք։ Եթե թալան չի, ապացուցեք, հիմնավորեք թալան չի, ինչու եք թաքցնում, ինչու այդ հարցին չեք պատասխանում։ Պատասխանեք այդ հարցին, թալաներ հետ բերեք, բայց այդ հարցին էլ պատասխանեք։ Ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը։ Հարցը, թե վերջը դու ում ես պաշտպանում, այլևս չի հնչի, երբ ես ներկայացնեմ այն արժեքային համակարգը, սկզբունքները, որին ես աջակցում եմ եւ մտածում եմ, որ քաղաքականության մեջ պետք է խոսել այդ երևույթներից նախ եւ առաջ, թե դուք ինչ արժեքների ես դավանում, ինչ սկզբունքներ ես որդեգրել եւ ինչպես ես պատկերացնում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ապագան, զարգացումը, բարեկեցությունը, նրա խնդիրների լուծումը։ Դուք երբ լսում եք քաղաքական կամ պետական գործիչներին, նրանց հայտարարությունները, խոստումները, դուք պետք է նյութական շոշափելի բան տեսնեք եւ զգաք։ Օրինակ ձեր գրպանը պետք է զրեն գա։ Երբ լսում եք Նիկոլ Փաշինյանին, ենթադրենք, դուք պետք է 7 տարվա կտրվածքով հասկանաք ձեր գրպանում ինչքան գումար է ավելացել, դուք այս ընթացքում որքան հնարավորություններից եք օգտվել կյանքում, ինչ եք ձեռնարկել, ինչի եք հասել կամ ինչից եք զրկվել։ Դուք ձեր առօրյա խնդիրները լուծում ստանում եք, դուք մեկ անգամ ճամփորդել եք կամ երկրորդ անգամ ճամփորդել եք տարվա ընթացքում։ Դուք որոշ տարիներ անց թարմացրել եք ձեր տան տեխնիկան, գույքը, սեփականությունը եւ նրա դեմ ուղղված քննադատությունը։ Նույն դիրքերից պետք է նայեք։ Մարդիկ արդյոք տալիս են պրակտիկ լուծումներ, որոնք կբերեն պրոգրեսի, որոնք կբերեն առաջադիմական փոփոխությունների ձեր եւ մեր բոլորի կյանքում։ Սա արժեքային եւ սկզբունքային հարցեր են, որոնց պատասխանները դուք պետք է ստանաք Նիկոլ, Սերժ եւ Քոչարյան լսելուց։ Եթե չեք ստանում, եթե դուք ստանում եք միայն դեպրեսիա, ուրեմն այն արատավոր համակարգի զոհն եք, որի դեմ ես ինքս խոսում եմ արդ։ Անկեղծ նարատիվները, որ ձեզ պարտադրում են, այսինքն դրանք վերացնենք։ Եվ անհասկանալի օրակարգեր, որոնք կապ չունեն ձեզնից յուրաքանչյուրի ոչ
խնդիրների լուծման հետ, ոչ բարեկեցության հարցերի եւ առավել եւս անվտանգության։ Ինքնիշխանության մասին են խոսում Նիկոլ Փաշինյանը օրինակ շեշտում է, որ Հայաստանը կորցրել է Ղարաբաղը, բայց դարձել է ավելի անկախ պետություն։ Որ մենք կշերքի այս մյուս նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որը ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Այս համատեքստում վարչապետն օրինակ է բերել Հայաստանի սահմանային անցակետերում ստեղծված իրավիճակը, արձանագրել այս տարվա մարտի 1-ից անցման բոլոր կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Թվում է, թե շատ տրամաբանական բան է, չէ՞, ինչ կա մի հատ էլ զարմանալու, որ մի հատ էլ գլուխ ենք գովում, անկախ պետություն է, բնականաբար մեր սահմանին պետք է կանգնի մեր սահմանապահները։ Այդ որոշումը ես եմ կայացրել, ես կայացրել եմ 2024 թվականին։ Ես կարող եի այդ որոշումը կայացնել 2019 թվականին, երբ որ թվում էր, թե քաղաքականապես եւ բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ եւ շատ ավելի պինդ եմ։ Ոչ, ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018 թվականին, 19 թվականին, 20 թվականին, չէի կարող պարզապես։ Մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա այդպիսի բան տեղի ունենա։ Իսկ 2024 թվականին ես կարող էի եւ կայացրել եմ այդ որոշումը, մենք շնորհակալություն ենք հայտնել Ռուսաստանի Դաշնության այս ընթացքում մեծ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ գիտեք ինչ, մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը ինքներս կարող ենք վերահսկել։ Այստեղ արդեն տրամաբանական հակասություն ենք տեսնում, եթե անկախությունը, ինչպես նա է ասում, այն է, որ ռուս սահմանապահները այլևս չկան մեր սահմաններին, բայց նա անտեսում է, որ մեր սահմանների ամբողջ երկայնքով ինքնիշխան տարածքին ներխուժել ադրբեջանական զորքեր, հետևաբար, եթե ռուսական ռուսներից անկախանալը եւ ադրբեջանցիներից կախվածության մեջ հայտնվելը ինքնիշխանության եւ անկախության ձեռքբերումն է, ուրեմն քո ինքնությունը ոչ թե ռուսական էր, այլ ադրբեջանական, այսինքն դու քեզ ավելի ապահով ես զգում ադրբեջանական զինվորը եւ կանգնել է քո հողի վրա։ Դրանք հարցեր են։ Հետևաբար, եթե խոսում ենք ինքնությունից, ինքնիշխանությունից, պետք է հասկանանք, մենք ինչ նկատի ունենք։ Եվ մեծագույն խնդիրը, որ կա մեր քաղաքական բանավեճերում, խոսելիքում, դա այն է, որ մենք բառերն ու երևույթները տարբեր կերպ ենք հասկանում։ Բայց իմ ելակետը, սիրելի ժողովուրդ, այն քննադատության ելակետը մոտեցումը արժեքային դիրքորոշումն այն է, որ պետք է դատել արդյունքով։ Կարող է ռուս սահմանապահ տանել, կարող է ֆրանսիացի սահմանապահ տանել, ամերիկացի։ Ինձ համար այդտեղ որևէ էական չէ, նա օտար է։ Եթե ես ինքնիշխան եմ, ուրեմն պետք է կանոնի հայ զինվորը եւ հայ սահմանապահը։ Ես այստեղ վիճելու ոչինչ չունեմ։ Բայց եթե դու դա հակադրում ես նրան, որ կա այլ իրականություն, եւ դու զիջել ես տարածքներ եւ ճշնամին մտել է քո ինքնիշխան տարածք, եւ ճշնամին հայտնվել է քո խոշոր հարավային քաղաքներից մեկի օդանավակայանի ուղիղ վերևը, այսինքն կա ուղիղ սպառնալիք քո ստրատեգիական ճանապարհների վրա։ Ամբողջ հյուսիսից հարավ, վրացական սահմանից մինչև հայ-իրանական սահման, ամբողջ երկայնքով ադրբեջանական զորքերը ուղիղ հսկում են մեր ստրատեգիական ճանապարհները։ Եթե դա է անկախության եւ ինքնիշխանությունը, բայց դու դրա դիմաց ընդհանրապես հանել ես ռուս սահմանապահին, ուրեմն դու ունես աշխարհընկալման խնդիր, դու այստեղ մի բան սխալ ես պատկերացնում կամ դու գիտակցված մոլորեցնում ես քո ժողովրդին, որովհետև քո ժողովրդի համար սպառնալիքը ոչ թե ռուսն էր, իր մշտական ապրելու պայմաններում, այլ ադրբեջանցին։ Կարող է եւ երկուսն էին, բան չունեմ ասելու, բայց ամենայն դեպս նրանցից մեկը ավելի է հզորացել մյուսի հաշվին, եւ դա չի կարող լինել անկախություն եւ ինքնիշխանություն։ Եթե քո ինքնիշխանությունը ասոցացվում է թուրքական աշխարհի շահերի բավարարման հետ, ուրեմն այստեղ մենք ունենք խնդիր։ Եվ սա է նաեւ ես ուղղակի օրինակ բերեցի։ Այն խնդրեմը, երբ մենք երևույթները տարբեր կերպ ենք հասկանում։ Նրա համար դա կարող է լինել անկախ, նա կարող է իրեն անվտանգ է զգում ադրբեջանցի զինվորը, որ մտել է հայկական ինքնիշխան տարածք։ Նա իրեն անվտանգ է զգում, ռուսից էր վախենում, ադրբեջանցուց ոչ։ Ուրեմն նա այդ խնդիրն է լուծում, ուրեմն դա պետք է գիտակցել։ Եվ այդ առումով ես երբեք չեմ ոչ նիկոլական, ոչ սերժական, ոչ քոչարյանական, ես ճշմարտության, օբյեկտիվության եւ արդյունավետության կողմնակիցն եմ, ով ապացուցեց, որ ինքը արդյունք է տալիս եւ իր խոսքը իր գործի հետ բռնում է, ես այդ մարդուն հարգում եմ։ Եթե կա հակասություն, ես նրան չեմ կարող հարգել։
Բայց անգամ հարգելով դա չի նշանակում ես նրան համակրում եմ ու պաշտպանում եմ։ Ամեն մեկը թող ինքն իրեն պաշտպանի, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ինչ հնարավոր է արդեն արել են։ Եվ Ռոբերտ Քոչարյանը երբեք երևի թե չէր վերադառնա ակտիվ քաղաքականություն, եթե Նիկոլ Փաշինյանը նրան զորով չբերեր եւ չներ քաշեր։ Սա ակնհայտ իրողություն է, եւ եթե դուք պատկերացնում եք, որ 3 միլիոն հայության մեջ կա միայն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան խմբեր, դուք հասկանում եք, դուք նրանք ինչքան փոքր են 3 միլիոնի համեմատ։ Եվ մտածում եք, որ մնացած մարդիկ անդամ զանգվածներ են ունեն սեփական արժեհամակարգու սկզբունքներով չեն կարող ինքնակազմակերպվել, ինչքան անհույս պետք է լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, որ մնա միայն Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հույսով։ Սիրելիներս, ամեն մեկը իր գործը անում է իր ժամանակին, եւ հիմա ժամանակն է սերնդափոխության։ Եվ ես առաջ եմ քաշում այն մոտեցումը, որ պրագմատիզմի եւ առաջադիմության դիրքերից, պրոգրեսիվիզմի դիրքերից պետք է մենք մոտենանք քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Դատենք բացառապես արդյունքով։ Ինչ էլ ասեն, ինչպես էլ համոզեն, միայն արդյունքով։ Դուք նրանց պետք է լսեք սառնասրտորեն, այլ ոչ թե համակրանքի, հակակրանքի, սիրո եւ ատելության դիրքերից։ Պետք է լսեք նրանց խոսքը գործի հետ ինչքանով կապված է եւ ինչ լուծումներ են տրվում ձեր կյանքի հետ կապված խնդիրներին։ Ես իմ արժեքային եւ սկզբունքային դիրքորոշումը պրագմատիզմն է, իրատեսությունը եւ առաջադիմությունը։ Ինձ այլևս չի հետաքրքրում նախկին իշխանությունների առաջարածը, որովհետեւ դրա գնահատականը տրվել է 2018-ին, արդյունքը տեսել ենք։ Ժողովրդի մեծամասնությունը մերժել է նրանց համակարգը, նրանց լուծումները, նրանց աշխարհակարգը, որը իրենք ձևավորել էին, չնայած մերժելով նորից ընկել են դարձել են դրա զոհը, եւ դա առանձին թեմա է, որը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, թե ինչպես Սերժ Սարգսյանը մեր երկիրը դարձրեց ողմակային տիպի համակարգ, եւ դուք պետք է անպայման լինես որևէ կուսակցության մեջ, որովհետեւ պարլամենտական ընտրություններով է միայն ձևավորվում իշխանություն, իսկ պարլամենտական ընտրությունները անցկացվում են 100% համամասնական դրակարգով, դա նշանակում է որևէ անհատ, ինքնաբավ անհատ հնարավորություն չունի մասնակցելու երկրի կառավարմանը եւ քաղաքականությանը, եթե նա ողմակի անդամ չէ։ Ես իհարկե չեմ ուզում վիրավորական ձևով ասեմ, դա խտացնում եմ այդ տերմինով երևույթը, որպեսզի պարզ լինի։ Եվ այնպես է գծված այդ սահմանադրությունը, որ հենց դու ստացած ձայների մեծամասնություն դու դառնում ես մենատեր քո ողմակով այդ երկրի եւ չկա արգելք երկու անգամից ավելի ընտրվելու քո ձեռքերը ազատված են դու կարող ես բազմակի անգամ վերընտրվել տիրելով ամբողջ իշխանությանը օրենսդիր գործադիր եւ նույնիսկ դատական եւ ես այժմ ունենալով այդ փորձը գիտելիքները այդ կրթությունը քաղաքագետ ես իմ անկախ տեսակետն եմ արտահայտում որպես մասնագետ ու քաղաքացի այն ամենին, լինելով քաղաքագետ նաև անդալբեր չեմ կարողանում մնալ, այն ամենին ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում եւ տեսնելով այդ կեղծիքը սուտը եւ երեսպաշտությունը, երկերեսանությունը, կեղծավորությունը, ես չեմ կարող լուր մնալ։ Ես այդ մասին պետք է բարձրաձայնեմ։ Եվ ես առաջ եմ տանում այդ սենտիմենտալիզմի, այդ դատարկաբանությունների, դեմագոգիայի, պոպուլիզմի, այդ համատարած այսպես ճնշման մեջ է մեր ժողովուրդն այսօր, ես փորձում եմ պրագմատիզմին, իրատեսության եւ առաջադիմական գաղափարների դաշտ բացել։ Դա է իմ հաղորդման իմաստը։ Սպասարկում է իմ մոտեցումը, իմ պատկերացումները 60-ից 70% հիմնականում այն խավը, որը իր էությամբ միջին դաս է, բայց ֆինանսապես միջին դաս չէ, որովհետեւ այդ ողմակները վերցրել են պետական հարստությունների մեծ մասը իրենց ենթակայության տակ, իսկ ժողովրդի մեծամասնությունը, որը պետք է դառնա միջին դաս, որը պետք է այդ միջին դասը դառնա կորիզը մեր երկրի արդյունավետության ու փրկության, նրանք ճնշում են, խեղդում են, մարդն իր մենտալիտետով միջին դասը եւ կապված չէ ողմակների հետ, բայց ամբողջ ժողովրդին փորձում են ողմակացնել ու բաժանել այդպես ճամբարներ։ Ես ասում եմ ստոպ։ Ժողովուրդը կուսակցություն չէ, ժողովրդի մեծամասնությունը կուսակցական չէ, նրանց հուզում են, նրանք ձեզ հարկ են տալիս, նրանք պատրաստ են ընդունել ձեր կառավարումը, որպեսզի դուք լուծեք նրա կենսական խնդիրները եւ լուծեք հաշվետվողություն ամեն անգամ ներկայացնելով, թե ինչ եք արել։ Եվ հիմա, օրինակ Նիկոլ Փաշինյանը վեր է կանգնում եւ ասում, որ եթե բոլոր պետական աշխատողների աշխատավարձը կրճատի, ընդամենը կբարձրանա 1 ամսվա կտրվածքով 1400 դրամով ու այդտեղ էլ սխալ տեղեկատվություն է տալիս։ Հետևաբար, ինչ իրավունքով է նա
ընդհանրապես այնտեղ գտնվում։ Ես դեռ չեմ խոսում Արցախի խնդրի մասին եւ այլն, ես խոսում եմ բաց թվաբանության մասին, որ կառավարության ղեկավարը երկրի դեմքը իրեն թույլ է տալիս սխալվել այդտեղ եւ իրեն թույլ է տալիս իրեն կամ խափեն կամ ինքն է խափում։ Երբեմն մեկնաբանում են, որ իմ ծանոթների, ընկերների միջավայրում անգամ կա, ես անունների մաչամ ուզում տալ, քանի որ իրենք այդ քննադատությունն անելու անուն չեն տվել, ես էլ ձեռնպահ կմնամ, բայց այստեղ կարևորը երևույթն է։ Տեսեք, ասում են, բերում են օրինակ Մագաղաթի գրքի օրինակ, ասում են պրագմատիկ իրատես մարդը ընդհանրապես տեսնում է թուղթ ու թանակ, երբ որ գիրքից ցույց տալիս։ Կամ տեսնում է քար ընդհանրապես խաչքար նայելիս։ Դա ոչ թե պրագմատիզմ է, սիրելի ժողովուրդ, դա մի փոքր սխալ ընկալում է, դա պրիմիտիվիզմ է։ Պրագմատիկ մարդը, երբ որ դու իրեն վերես քար եւ խաչքար, ինքը կասի, որ սա քար է եւ սա խաչքար է։ Հասկանում, պրագմատիկ մարդը դա է։ Պրիմիտիվ մարդը կասի, սա քար է, սա էլ է քար։ Կամ գրքի օրինակով ավելի հասկանալի կլինի։ Տեսեք, այդ մոտեցմամբ պրագմատիկ մարդը, իրատես մարդը տեսնում է ընդհանրապես թուղթ եւ թանակ։ Երբ որ դու գիրք կամ մագաղաթ ես բերում, բայց դա մշակութային արժեք է, չէ՞։ Դա իրականում մագաղաթ անունն է ստացել կամ գիրք անունն է ստացել, որովհետև դա այդտեղ բարոյական հոգևոր արժեք է դրված դրա մեջ։ Պրագմատիկ մարդը, երբ որ դու ասում ես թուղթ եւ թանակ, ինքը տեսնում է թուղթ եւ թանակ, ոչ թե մագաղաթ։ Մագաղաթ եւ գիրք ասողը, հենց ինքը պրագմատիկ մարդ է։ Բայց պրագմատիկ մարդը ավելի հեռուն է գնում, ասում է, ինչ է գրված այդ մագաղաթի մեջ, սիրելիս։ Հասկացանք սա մագաղաթ է, իսկ ինչ է գրված, ինչ է տալիս դա։ Հոգևոր մշակութային արժեքի խնդիր չկա, ինչ է գրված մեջ, եկ նայենք եւ փորձենք կյանքում դա ռեալիզացնել, փորձարկենք։ Տեսնենք արդյունք կտա, թե դա դատարկաբանություն է։ Պրագմատիկ մարդը դա է։ Իսկ ոչ պրագմատիկ մարդը ասում է, տես սա մագաղաթ է, ուրեմն վերջ։ Ինչ մեջ է գրված է, ուրեմն ճիշտ է։ Ինչ մեջ է գրված է, ուրեմն լավն է։ Դա արդեն պրագմատիկ մարդ չէ։ Տարբերությունը սա է պրագմատիզմի, իրատեսության եւ պրիմիտիվիզմի։ Սա թող լինի հերակաբանավեճ, եթե նա ինձ լսում է, կհասկանա ինչ իմաստն է խոսքը, եւ ես կարեւորում եմ իրականում այսպիսի բանավեճերը, թվում է ոչ էական, բայց իրականում էական եւ կապ ունի յուրաքանչյուրիս հետ ընկալումների հետ, կյանքի ընկալումների հետ։ Ես երբեք որևէ գաղափարախոսություն եւ արժեքային դրույթներ չեմ մերժում, քանի դեռ իրենք չեն ապացուցել իրենց արդյունավետությունը։ Հիմքը, այսինքն, իրատեսության պրագմատիզմի արդյունավետությունն է եւ ապացուցելիությունը, վերած օգտակարությունը։ Հա։ Եթե ինչ-որ խնդիր է դա լուծում, եւ լուծում է արդյունավետ, ես դրան ասում եմ ճշմարիտ։ Դա կլինի կոմունիստական, լիբերալ, չգիտեմ, ազգայնական, էական չէ։ Եթե խնդրին տրվել է արդյունավետ լուծում եւ այդ լուծումը բավարարել է բոլորի կարիքները կամ նրանց կարիքները պետք է բավարարվեն, ուրեմն դա ճշմարիտ է։ Եվ երբեք պրագմատիկ մարդը հալած յուղի պես չի ընդունում այն, ինչ իր ականջներին կախում է։ Սա է մոտեցումը, եւ ես այդ մոտեցումն եմ առաջ տանում, սիրելի բարեկամներ, լինել քննադատաբար, երբեք չլինել ողմակ, չողմակացվել, չանասնանալ, այլ բանականությունը միացրած, տեսնել այս մարդը իր լիազորությունների բերումով։ Պետական պաշտոնյան իր լիազորությունները կատարում է այնպես, ինչպես գրված է օրենքով եւ այնպես, ինչպես նա ասում է, թե նա փորձում է ստել խաբել եւ մանիպուլացնել։ Սա է իմ մոտեցումը եւ հուսով եմ դուք այն կիսում եք։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, հավանեք, ակտիվորեն բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունները, ուղղեք ինձ հարցեր, խնդիր չկա։ Ես դրանց կպատասխանեմ, այլ ամենաշատ այդպես հնչող հարցերին առանձին կանդրադառնամ այսպիսի հաղորդումներից մեկի ժամանակ։ Եվ թող մեր ժողովրդին ավելի հասուն լինի այս մոտեցումը, պրագմատիզմի, իրատեսականության, արդյունավետության մոտեցումը, որպեսզի մենք վերջապես հաղթահարենք այն գաժ մթնոլորտը, որ այդպես էլ Հայաստանի Հանրապետությունից չվերացավ։ Շնորհակալություն, շուտով նորից կհանդիպենք։